Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները idealsystem.am։ Սեպտեմբերի 13-ին Արդարադատության նախարարության Սևան-Քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք է ներնետվել ինչ-որ առարկա։ Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող ընդհանուր 18.2 գրամ տարբեր զանգվածով փաթեթներ։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռաման դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման։ Ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Ռաման, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում եւ որպես վաշտի հերթապատ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում մեղավոր է ճանաչվել ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մարդկանց մահ հատկանիշներով։ Հիշեցնենք, որ բռնկված հրդեհի հետևանքով զորամասի կացանում գտնվող պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել մարել հրդեհը, կացարանից դուրս գալ չկարողանալով մահացել են, 3-ը ստացել տարբեր աստիճանի այրվածքներ։ Քննչական կոմիտեում վարույթ է հարուցվել կադաստրի կոմիտեի եւ աշխատակազմի ղեկավարի կողմից ծեծի ենթարկելու ենթադրյալ միջադեպի կապակցությամբ։ Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Սեպտեմբերի 12-ին քաղաքացուց ոստիկանությունը հազանգ է ստացվել դիմակավորված անձի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի իրավասու մարմնի միջնորդությունը առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու եւ կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող ԱԿ-ն սեպտեմբերի 10-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին։ Սեպտեմբերի 12-ին Երևանի Ռոստովյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրայերթի է ենթարկել 79-ամյա մի տղամարդու, որը մահացել էր։ Վրայերթ կատարած վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի։ Պարզվել է, որ մահվան ելքով վրայերթը իր վարած կամազ բեռնատարով կատարել է Երևանի բնակիչ 63-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել է Ջրվեժ գյուղում։ Իրավապահները Աղարծին գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Աղարծինի բնակիչ 44-ամյա մի տղամարդու։ Օգոստոսի 26-ից նա հետախուզվում էր սպանության փորձի եւ հրազենի, ռազմամթերքի, դրանյութերի սարքերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Սեպտեմբերի 13-ին Ավանի 3-րդ փողոցի հասցեներից մեկում ձերբակալվել է 43-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանթաղամասի մի բնակիչ բակում աճեցրել է կանեպ ու կակաչ, նաև պահում է կանեպի չորացրած տերևներ։ 67-ամյա տղամարդը ձերբակալվել է, հայտնաբերվել է կանեպի 243 բույս, բակում կանեպի չորացրած 53 ցողուն, տանտերը ներկայացրել է նաև 280 գրամ կանեպի սերմ ու 110 գրամ չոր զանգված։ Տեղեկություններ են ստացվել, որ Այնթափ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում կանեպ է աճեցնում։ Նա ձերբակալվել է, հայտնաբերվել է ծաղկամանների մեջ աճեցված կանեպի բույսեր եւ մոտ 48.74 գրամ դեղնական չավուն չորացված մանրացված զանգված։ Սեպտեմբերի 14-ին Երևանի բնակիչ 51-ամյա Շահենը Կիամակնիշի ավտոմեքենայով Մարգարավանաձոր Տաշիր ավտոճանապարհին վրայերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանային, վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, որն էլ տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Սեպտեմբերի 14-ին Կապանում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արշակը իր վարած ջիպ Grand Cherokee Մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել շինության պատին, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզում բնակվող 3 տղամարդ իրացնելու նպատակով պետք է ձեռք բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Իրավապահների օպերատիվ հետախուզական հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 9-ին ժամը 15-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին 3-ն էլ ձերբակալվեցին ու նրանցից մեկի վարած Opel Մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Կոտայքի Խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց մարիխուանայով փաթեթ, իսկ Opel-ում պոլիէթիլենային տոպրակով մոտ 855 գրամ մարիխուանա։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։